Սկսեցինք։ Մեր հյուրին կանչենք։ Հա, այսօր հյուր ունենք։ Թող մեր հյուրը գա հիմա տեղավորվի։ Ահա։ Բարև ձեզ։ Ողջույն։ Մեր հյուրը այսօր պարոն Դավիթ Մնացականյանն է, ով մասնակցում է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին, ճիշտ եմ չէ ասում, եւ ինչպես մենք անցած հաղորդման ժամանակ Արսեն հրավեր ուղարկեցինք բոլոր մասնակիցներին, պարոն Մնացականյանը առաջիններից էր, ով արձագանքեց եւ ողջունում ենք ձեզ։ Ողջույն, ուրախ եմ լինել այստեղ, իհարկե, անպանկասկած։ Շատ լավ, եւ երևի սկսենք մի փոքր պատմեք ձեր մասին, որտեղից եք, ինչ կրթություն ունեք, ինչով եք զբաղվել մինչև այս։ Ասեմ ինքս Հայաստանից եմ, Երևանից եմ, ավարտել եմ Գերազանց իրավաբանական եւ հոգեբանական ինստիտուտ։ 2006 թվականից ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 10 տարի բնակվել եմ Վաշինգտոն DC-ում, Մերիլենդում, 10 տարի ապրում եմ այստեղ, Լոս Անջելեսում։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ եղել եմ հայրենիքի կողքին, հայկական բոլոր հարցերի մեջ եղել եմ առաջնագծում, սկսած Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրներից կոնգրեսում բարձրաձայնելով, Արցախի իրավունքների հետ կապված հարցերում, ցեղասպանության հարցերում, մշտապես եղել եմ առաջնագծում, ընդհանուր միջև Սպիտակ տան դիմաց, արել եմ հացադուլ ցեղասպանության 100-ամյակին։ Այս մի քանի տարի առաջ էլի։ Ձեզ ինչ հետաքրքիր բաներ կան, որ մենք տեղյակ չենք։ Եվ սա երևի թե մամուլի մեդիայի, ընդհանրապես մեդիայի բացթողումն է, որ նման կարևոր բաներին տեղյակ չենք լինում։ Պարոն Մնացականյան, այ դուք առաջադրվել եք Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում։ Ինչ կարող եք ինձ ու մեր հետևորդներին ասեք թե ինչն է այն կարևոր պահը, որ մարդը պիտի այսօր նայի այս հաղորդումը, Գլենդելի բնակիչը, եւ ասի ես ձայնս տալու եմ պարոն Դավիթ Մնացականյան, այն ասենք 3 այն 5 կարևոր նորությունը, որ դուք բերելու եք Գլենդելի քաղաքային խորհուրդ ընտրվելու դեպքում։ Նախ ասեմ մի քանի դիտարկումներ պետք անեմ, քանի որ անդրադառնում ենք շատ կարևորագույն խնդիրներին։ Գլենդելի առջև ծառացած հիմնախնդիրները եւ մարտահրավերները, որ մենք հիմա ունենք, կան գերխնդիրներ եւ ոչ գերխնդիրներ։ Գերխնդիրների կազմում պետք է բաժանենք որպես հայ հասարակության խնդիրները եւ պետք է անդրադառնանք ընդհանուր մյուս քաղաքացիների հարցերին։ Անդրադառնանք սկզբից հայկական հայության հետ կապված հիմնախնդիրները, քանի որ այս պայդրությամբ մեր առաջ մեծ մարտահրավերներ կան։ Հայապապանության հարց ունենք մենք, մեր էթնոտեսակի պապանության, հայ դիմագծի ու ընդհանուր հայ համայնքի այսպես ասած թուլացման խնդիրն է շատ։ Մենք վերջի 70 տարին կոնգրեսում պարբերաբար բարձրացանվել է հայկական հարցը, հայկական դատը։ Եվ սփյուռքը ձևավորվել է մի ֆորմատի մեջ, որ ամբողջ սփյուռքը ոչ մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամենտեղ մենք հանդես ենք եկել մենակ ցեղասպանության կարգավիճակով։ Ցեղասպանության ուղղվածությամբ ենք մենք հանդես եկել աշխարհի մեջ։ Ես սկզբից չնշեցի, բայց 10 տարի, 12 տարի կոնգրեսում պարբերաբար մեծ լոբիստական գործունեություն ունեմ ծավալած, որի ընթացքում 5 ֆեդերալ օրենքներ ենք առաջարկել կոնգրեսին ու սեպտեմբեր ամսին եւս 4-ն ենք առաջարկում։ Խնդիրը ինչումն էր։ Ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հստակ մեր դիրքորոշումը որպես հայ անհատականություն, ես կկնդրեք այս մասը։ Դիրքորոշումը որպես հայ անհատականություն եւ հայ ընտանիքներ, հայ համայնք, մենք ունեցել ենք շատ մեծ մարտահրավերներ, որը հիմա էլ ունենք։ Այս մարտահրավերների հիմքում ընկած են ընտանիք ավանդական ինստիտուտը, հայ էթնոտեսակը եւ հայ երեխային դրսում որպես երկինքնության սկզբունքով հայ մեծանալու խնդիրն է դրած։ Սա կարևորագույն խնդիր է, որ լուծման կարիք ունի։ Գլենդելի բնակիչները հարցնում էլի։ Հիմա ինչ տարբերություն Գլենդելի քաղաքապետը կլինի հայ, այսինքն Յան ազգանով, թե ինչ որ ուրիշ ազգի ներկայացուցիչ, այսինքն այն օրը Դավիթը հետ էր ասում, որ չէ տարբերություն դու չես տեսնում։ Այո։ Հիմա ինչ տարբերություն, այսինքն մի բան Գլենդելում ուրիշ ձև է գնալու
հայը լինի քաղաքապետ, թե ուրիշ ազգի ներկայացուցիչ։ Այսինքն այդտեղ տարբերություն կա, խտրականություն են դնում, չգիտեմ ինչն է տարբերությունը, հա, որ հենց մենք ուզում ենք որ հայ լինի։ Երկու կարևոր բան ասեմ, որը շատ կարևոր է։ Նախ եւ առաջ ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Գլենդելը ամենահայաշատ քաղաքն է։ Եվ ժամանակին մենք ընդհանուր բնակչությունը 200-2000-ից այսօր նվազել է 176,000-ի չափ, 176,000-ից 16000-ից ավել դուրս են եկել բնակչությունը եւ բնականաբար այդ թվում նաեւ հայեր են եղել մեջը։ Եվ որ նախին քաղաքապետը, որ գնաց դարձավ Սփյուռքի հարցերի հանձնակատար Հայաստանում, մարդիկ հետևելով քաղաքապետին, ուսե տեղափոխվել են Հայաստան, ինչ կասես, պարոն Մնացական։ Մեր տվյալներով ավելի շատ երբ որ վիճակագրություն նայում ենք, մարդիկ տեղափոխվում են տարբեր նահանգներ, բնականաբար կյանքի պայմաններից են գնում, քանի որ վճարունակ չեն Գլենդելի համար, դա բնականաբար Գլենդելը ավելի թանկ քաղաք է համատաբար կողքի հարակից քաղաքներին, եւ բացի դա խնդիրներ ունենք մենք ընդհանուր համայնքային ծրագրեր իրականացնելու համար, շինարարության հետ կապված խնդիրներ ունենք, բիզնեսների հետ կապված հարկերը բավական շատ են, թույլտվությունների process-ն է բավական շատ։ Բայց ինչ որ մի բան փոխվելու, հա։ Սենց ասեմ, փոխվելու իհարկե ղեկավար եք, ինչ որ մի բան կարաք փոխեք, թե անկասկած ես փոխենք, որտեղ state-ն է ինչ որ։ Իմ նպատակը տեխնացությունը դնելու հենց նպատակային է նրանով, որ մի հատ օրինակ պետք է բերեմ, նախկինում երբ որ Ամերիկայում մի հատ սևամորթ սպանվեց ոստիկանների կողմից 13 միլիոնից ավել հանրությունը ոտքի կանգնեց, բավական մեծ ձայն բարձրացավ այդ հարցի շուրջ։ Եվ մի հատ կարևոր հարց հիմա եմ ուզում դիտարկում բերեմ դեպի Գլենդել, երբ որ Արցախի համար կամ ցեղասպանության համար որևէ տեսակի միտինգներ, ակցիաներ կատարվեց, ոչ մի անգամ մեր հարևանները մեր կողքը չկանգնեցին։ Բայց երբ որ սևամորթ էր սպանվել, տարբեր ազգերի մարդիկ, այդ թվում նաև հայեր, 13-ից 19 միլիոն մարդ արձագանքեց այդ խնդրին։ Հարցը նրան է, որ հայերի վարկանիշը բավականաչափ ընկել է, ոչ մենակ Գլենդելում, հարակի տարածքում, կատարված աշխատանքների, նաև կառավարման մոդելի մասին, քանի որ այս պայն մենք խոսում ենք Գլենդելի ընտրությունների վերաբերյալ, շատ մարդկանց մոտ արդեն վստահություն է կորել։ Նախ 5 քաղաքային խորհրդի ղեկավարներից 4-ը հայեր են, բայց այսօրվա դուրսությամբ այն ծրագրերը, որ պետք է իրականացվի 1 միլիարդ 200 միլիոն դոլար բյուջե ունենալու դեպքում, ունենալով այս նման տեսակի խնդիրներ եւ ունենալով այս տեսակի խնդիրներ դպրոցներում, համայնքներում, անհրաժեշտ է որպեսզի ռադիկալ փոփոխություններ իրականանան Գլենդելում։ Իմ նպատակը տեխնացությունը նա է, որ ես տեսնում եմ, որ փոքր բիզնեսները ինչքան են տուժում, կաղում են շատ եւ անհրաժեշտ է որպեսզի ունենանք նոր հարկային համակարգ, նորաստեղծ բիզնեսներին տանք ինիցիատիվ, հարկերից ազատման համակարգ, որով մենք կարող ենք ընդառաջենք հայկական բիզնեսը։ Մի մեծ խնդիր, որ բազմակի կերպով մենք ականատես եղանք, դա նա է, որ շատ տարածքներ Գլենդելում մեծ սեփականություն ունեցողները չեն բացում տարածքները եւ չեն տալիս, որ հայերը, ինչպես նաև օտարները, տեղը վարձական եւ բիզնես ստեղծեն։ Այդ խնդիրը բնականաբար կա անհանգստությունը, որ կարող է կատարվի որևէ տեսակի ֆրոդ, կարող է կատարվի որևէ տեսակի անօրինական գործունեություն, ես ենթադրում եմ սա մի հատ պատճառներից մեկն է, եւ հայերին չեն տալի, թե ընդհանրապես չեն։ Հայերին, ես կոնկրետ գիտեմ, որ շատ հայեր դիմել են շատերը ու չեն ստացել, եւ երկրորդը հենց խնդրականության սկզբունքն է, քանի որ հայերի վարկանիշը պարբերաբար ընկնում է, եւ սա դրան զուգորդում է նաև այն, որ շատ հայեր բավական մեծ նվաճումներ ունեն, թե սպորտի ասպարեզում ես այսօր հիմա Եսանի սպորտ կլաբի էկզեկյուտիվ վայս պրեզիդենտն եմ, 25 տարի Գլենդելում Muay-Thai kickboxing-ը հնարավորություն չէր եղել, չէր թույլատրվել իրականացնել որևէ տեսակի սպորտային մրցաշար, մենք իրականացրեցինք 5 աշխարհի գոտի եւ 31 այլ մրցակիցներ, եւ հունիսի 20-ին մենք անում ենք երրորդը, որը երբեք Գլենդելի 25 տարի Գլենդելում նման բան չէր եղել։ Արդյոք սա կներեք, որ ընդհատում եմ, դուք խոսեցիք դիսկրիմինացիայի մասին, տարբեր տեսակի ֆինանսական խարդախությունների նկատմամբ վախի մասին։ Զամփուսի գնում չէ։ Արդյոք այս ամեն ինչը ուղղորդված չի, որտեղ վերջին շրջանում մենք շատ լավ հիշում ենք պարոն Օզի արշավը հայերի դեմ եւ ընդհանրապես
Սա ինչ որ ընդգծված ու մի կենտրոնից կառավարվող մի բան չի, որովհետև բոլորս էլ գիտենք, որ բոլոր ազգությունների մեջ կա եւ հանցագործը, եւ լավ քաղաքացին, եւ վատ քաղաքացին։ Հայերի անունն են հանում։ Ինչ որ ուղղորդված մի կետից նայում ես անգամ ամերիկյան, ինչ որ մի բան է լինում ու տենում ես որ հայերի անունը տենց սաղ տեղերը, ինչ որ մեկը ֆրադա լավ արե, բայց իր անունը տենց ինչ որ թնդում է սաղաշարում։ Բայց դες ոչ մի ծանր հանցագործություն ես գոնե վերջին շրջանում։ Ֆինանսական շատ։ Հա, չեմ տեսել հայերի կողմից։ Իրականում ուղղորդված է, հարցը սա է։ Ուղղորդված է ինչ որ կետից հայերի դեմ ինչ որ արշաված սկսվել։ անկեղծ ասած իմ անձնական կարծիքը հաշվի առնելով այն ուղղվածությունը, որ ռազմավարությունը մշակվում է, ինձ թվում է, որ այսօր նպատակադրված Գլենդելում հայաթափել եւ երկրորդը համայնքը թույլատրել։ Ում կողմից է այդ նպատակը։ Բնականաբար կենտրոնական իշխանությունների կենտրոնական իշխանությունները ես չի ասել Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց մենք պետք է իմանանք, որ լոբիստական գործունեություն ծավալող կազմակերպությունները բավականին մեծ աշխատանք են տանում Վաշինգտոնում։ Ես պարբերաբար այցելում եմ Վաշինգտոն DC կոնգրես, պարբերաբար ունեմ օրենքի նախագծեր, որ առաջարկում եմ, ու իմ նպատակն է, որ մեր հայ անատի ընտանիքի ինստիտուտի համայնքի վարկանիշը ոչ միայն Գլենդելում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ներառյալ բոլոր կազմակերպչական լեգիտիմ կազմակերպությունների միջազգային ճանաչվի որպես նոր համայնք։ Մենք համայնքում մշտապես չենք ներկայացվել ճիշտ ձևով եւ ժամանակն է որպեսի ծրագրային առումով սա ավելի հստակեցվի։ Այսօր Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունները այնքանով է կարևոր, որ մեր առաջ մարտարավերներ արդեն տված, շատ լուրջ մարտարավերներ, հայաթափման մարտարավերը։ Եվ սա կա երկու ինստիտուտ սրա մեջ։ Մի ինստիտուտը, որ գործող ղեկավարները էլ ավելի լավ պետք է գործառույթն իրականացնեն եւ ավելի թափանցիկ քաղաքականություն վարեն դա մեկ, եւ երկրորդը, որ ինքնին հայ համայնքը պետք է լինի նոր կազմակերպած։ Մենք երկար ժամանակ համայնքում չենք հանդես եկել որպես մեկ միասնական կառույց, որի մասին բոլորը խոսացել են Շվեյցարիայում, Ավստրալիայում, Կանադայում, Փարիզում, Ամերիկայում օբյեկտիվ բան չկա, որովհետև մենք այսպես շատ հեշտ ասում ենք հայկական համայնք, բայց դա այնքան շերտեր ունի իր մեջ, չէ՞։ Հայաստանի հայեր, Սիրիայի հայեր, Պարսկաստանի հայեր, 25 տարի առաջ Սիրիայից եկած հայեր, 30 տարի առաջ Հայաստանից եկած, այս շերտավորումները իրանց առանցին մենթալիտետով, իրենց առանցին կեցութաձևով, սա կարող են ընդհանրապես դառնալ մի ամբողջական համայնք, երբ որ մենք ասում ենք հայկական համայնք, սա արդյոք միֆ չի։ Անկասկած միֆ չի, մենք պետք է գնանք մի քիչ անցել եւ խոսենք Հայկ Ասատրյանի մասին, որը Նժդեի ժամանակաշրջանի հայ փիլիսոփաներից, մտավորականներից երևի թե ամենակարևորներից մեկն է եղել։ Ոնց որ Հայկ Ասատրյանն էր ասում, որ կոլեգիալ կառավարումը վերում է դեպի արիստոկրատ կառավարման։ Սփյուռքում շատ է փորձվել ստեղծել կոլեգիալ կառավարման մարմինը տարբեր կազմակերպությունների, տարբեր կուսակցությունների, ինչպես նաև համայնքների տարբեր տեսակի բարեգործական եւ ոչ բարեգործական կազմակերպությունների ղեկավարների միջև։ Դա կոչվել է կոալիցիաներ, դա կոչվել է համայնքային խմբեր, բայց ոչ մի անգամ դա չի աշխատել։ Ես չեմ ուզում համարել որպես մի, քանի որ sense մի հատ կարևոր կետ կա։ Եթե անհատի կամ կազմակերպության իրավագիտակցությունը զարգանում է, հետևաբար առաջնային շահը պետք է լինի հանրային կամ ազգային շահը։ Եթե մենք միշտ դնում ենք առաջնային ուղիղ հարց, Գլենդելի քաղաքապետի գործառույթի մեջ արդյոք մտնում է որևէ ազգի ազգային շահը պաշտպանելը, դա արդյոք իր պարտականության կամ իր գործառույթի մեջ դա մտնում է, որպես պաշտոն, ընտրովի մարմինը, չէ, որը ընտեղա Գլենդել քաղաքի շահերը պաշտպանելու համար։ Դա չեմ ուզում ասել օրենքով սահմանված, դրա մասին չի խոսքը, բայց արդյոք ձեր գործառույթների մեջ մտնելու է հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը առանցին որպես մի երևույթ։ Հիմա ասեմ, իմ ամբողջ գործունեության ընթացքում, ինչ 20 տարի ես Ամերիկայում եմ, ես ինքս ունեցել եմ տարբեր բիզնեսներ, հաջողակ բիզնեսմեն եմ, բարեգործական կազմակերպություն եմ, լոբիստական տրանսկոնտինենտալ կազմակերպություն եմ,
բայց իմ բոլոր գործունեությունից զատ ես ունեցել եմ հայկական հարց առաջնային Չէ, հարց։ դա ձեր անձնական, բրավո։ Պատասխանում եմ հարցին։ Գլենդելի անդառնանք Գլենդելի քաղաքապետի պաշտոնավոր որ հավաքնի այդ պաշտոնին նստի, պահանջվելիք պարտականություն շաբաթական 2 օր աշխատանքը։ Բնականաբար ավելի սրտացավ ղեկավարը, ինքը էլ ավելի շատ ժամանակ կտրամադրի համայնքին, ու ինչպես հաշվի առնելով, որ ես նաև Սփյուռքում Հայ Սփյուռքի կոնգրեսի հիմնադիր նախագահն եմ, որ ունի 21 վարչություններ ներկայացնելու կոլեգիալ հայ համայնքը ամբողջ աշխարհի մեջ, ներառյալ բոլոր պետական ապարատի մարմինների մեջ։ Հետևաբար իմ գործունեության մեջ ինչքան էլ Գլենդելի քաղաքային խորհրդի նախագահի տեխնացու լինեմ կամ հաղթանակից հետո այդ գործառույթները իրականացնեմ, հայկական համայնքի առջև ծառացած խնդիրները դրանք իմ համար առաջնային են։ Բայց նույն ժամանակ չեմ անտեսելու համայնքի մնացած բոլոր բնակիչներն։ Այ օրինակը բերեմ, որ ես այսօր բոլոր տեխնացուների մեջ առաջի եւ պատմության մեջ առաջի միակ հայն է, որ 5 ֆեդերալ օրենքների հեղինակ է։ Եվ ինչի համար եմ այս լայնածավալ տարիներ աշխատանք արել, տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսին ու սենատին։ Քանի որ իմ նպատակն է, որ հայ վարկանիշը բարձրանա։ Մենք այսօր ճիշտ է, մի քիչ մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք դոկտոր Ազի եւ Գլենդելի արչեր ծառացած խնդիրների ու ինչ որտեղ ենթաշերտային դիսկրիմինացիան, որ կատարում հայ ազգի հանդեպ, փորձելով ավելի ջախջախել հայ համայնքը, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք ունենք շատ հայեր, որ բավականին շատ մեծ նվաճումներ ունեն արած ամբողջ աշխարհում, ինչպես նաև ստեղ։ Իդեպ նվաճում ասեցիք, հիշեցի։ Հա, ինքնաթիռը անցնում, կարծեմ պարոն Օզնա, Շարունակեցինք տեխնիկական հետ։ հա, ինչից էինք խոսում Արսեն ջան, կարող է։ Խոսում եմ դոկտոր Զինվոր բաններից, որ մենք մեծ ավելի շատ նվաճումներ ունենք։ Հա, դե պարոն Օզը փորձեց ինչ որ բան անի, չեմ կարծում թե հաջողեց։ Մի քանի օր առաջ տեսանյութ տեսա, կարծեմ Նյու Յորք, Միջին Ասիայից, ազգությունը չեմ շեշտում, դիտավորյալ չեմ շեշտում, 23 թվականին են տեղափոխվել Միացյալ Նահանգներ եւ առողջապահ ապահովագրությունից պետական խարդախության ճանապարհով գողացել էին $660 միլիոն։ 660 միլիոն։ Այնպես որ ես դա չեմ տեսել։ Դա եմ ասում, հա, մենակ այնքան որ աշխատում են վարկանիշը գցելու համար։ Հա, Այդքան բան։ Իմ մի հարց տամ ու միտքդ շարունակի։ Արսեն Ինգլվուդի հայկական եկեղեցում եղած կաս, Սուրբ Գևորգ։ Ես մի քանի անգամ նախ առաջին անգամ որ տեսա շատ զարմացա, որ Ինգլվուդում հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցի ոչ ոք չկա, դռները փակ։ Արդյոք ինչ որ ժամանակ հետո պարոն Մնացականյան, այս նույն բանը չի սպառնում Գլենդելին, չգիտեմ, մյուս հայաշատ քաղաքներին, կարծեմ Գլենդելում նոր եկեղեցի են, չէ՞, համել սարքում։ Այս ամեն ինչը արդյոք բան չի, էլի, այն որ ասում են ծովի վրա ջուր մաղելու նման անօգուտ, անիմաստ մի բան չի։ Վիճակագրության տեսանկյունից որ վերցնենք Գլենդելի բնակիչների մոտ 30,000-ը երիտասարդություն է, մոտ 6-ից 7,000 մոտորապես ունենք բակալավր ավարտած չափած տարեկի երիտասարդություն։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ 5 կազմակերպությունները, որ ունեն մոտ 70 տարվա պատմություն Սփյուռքում եւ ավելին, նման կազմակերպությունը երիտասարդությունները պարզից պարզ լքում են կազմակերպությունները եւ երիտասարդությունը ներգրաված չի, բայց այսօր այդ կազմակերպությունների շենքերը կան ներսում դատարկ կամ կիսադատարկ, որտեղ միայն միջոցառումների մասնակցում են տարեց ավակ սերունդը։ Ես վերջերս մասնակցություն ունեցա Կոմիտասի անվան մի հատ միջոցառման, որտեղ Իրաքահայ միության շենքում էր միջոցառումը կատարվում, բայց ընդհանուր 86 հոգի մեծահասակներ են նստած եւ 3 երիտասարդ դեռահաս տարեկան երեխաներ։ Ընդհանուր, եթե գային իրանց թորները, տղաները, երեխաները, ծորները, մոտ 645 մարդ պետք է ներկա լիներ այդ միջոցառմանը, որ հայ մշակութային միջոցառում էր։ Իմ նպատակն է, որպեսզի Գլենդելի եւ հարակից տարածքի մեր հայերի մոտ նորից վերածնվի հայ ինքնության պահպանության անհրաժեշտությունը, կարևորությունը
եւ միաժամանակ չանտեսելով այն բոլոր հնարավորությունները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք պետք է ունենանք գերազանց սովորող հայ երիտասարդներ։ Հայ ինչի է կորը հիմա կներեք, էլի ինչի է դա կորել։ Քանի որ Այսինքն կազմակերպությունների այդ իշխանություններն են առաջվա, հա, կամ հիմիկվա չեն կարողացել ինչ որ մի բան անել, սխալ են արել։ մի քանի կարևոր դիտարկում կա այստեղ, քանի որ Հայաստանում կար Սփյուռքի նախարարություն 92 թվականին բացված եւ այդ նախարարությունն էր 7 վարչություններով ինստիտուտներ, որոնք անկախությունից հետո Նեք ինչն էր պատճառը, որ ինչն է եղել պատճառը, որ ինչ որ մի բան սխալ է գնացել, որ այդ ամեն ինչը կորել է, քչացել է։ Ինչ որ մի պատճառ եղել է, չէ՞, նախկին իշխանությունն է մեղավոր, ով է մեղավոր դրա հարցում, ինչա պետք անել, որ այդ հարցը շտկելն, այսինքն։ բնականաբար Հայաստանում կատարվող ներքաղաքական իրավիճակները անդրադառնում են նաև տեղի բնակիչների վրա, քանի որ հայություն ունի տարբեր տեսակի քաղաքական դիրքորոշումներ, քաղաքական ուղղվածություններ, բայց Սփյուռքում միշտ ամենաշատը մենք ունեցել ենք մեկ կամ երկու կազմակերպությունների Սփյուռքյան կազմակերպությունների, արևմտահայերի կազմակերպություններ, որ հանդես են եկել բոլորի անունից։ Եվ սա նպատակն է, որ պետքա վերջ տրվի այդ գործողությանը, որովհետև մենք պետքա ունենանք առաջնային նպատակը հայ անհատականություն եւ կապ չունի որ պետությունից ենք մենք եկել եւ ներկայացնում ենք մեկ լեզու մեկ հայը։ Հետևաբար այդ ձևաչափով մենք պետքա ինստիտուտներով աշխատանքներ կատարենք, ինստիտուցիոնալ կոլեգիալ մարմինների ձևաչափով, որ այդ համակարգ այդ խնդիրը լուծվի։ Հանա, ընտրակաշառք չեք բաժանում։ Բացարձակ ոչ։ Չկա այդտեղ տենց բան։ Ոչ ընտրակաշառք չկա։ Չէ, $10 բան։ Հայաստան մեջանակ ոնց է 5000 դրամ։ Չէ։ Բայց ընդհանրապես չկա ինչ որ կարող է մի հատ ձև կա, որ անում են հիմա։ Դա ընտրակաշառք չէ, բայց ինչ որ մի ճանապարհ կլինի Ամերիկայի։ Ցավոք սրտի Ստեղից է ընտրակաշառքը դուրս եկել։ Ցավոք սրտի աշխարհի։ ընդհանուր Գլենդելի ես մեկ հոդված ունեմ գրած, որի նպատակն է կանոնակարգել ընտրությունների ամբողջ ընթացակարգը, քանի որ բավականին սխալներ կա ընտրա տեղամասային համակարգերի միջև եւ ծրագրային առումով ինչ են անում հիմա հովանավորներ են կանգնում ովքեր որ մեծ գումար ունեն հովանավորներ են կանգնում տարբեր տեսակի կազմակերպություններին եւ կազմակերպությունները կոչվում է endorsement աջակցություն են տալիս որևէ տեխնացուին առանց իմանալու տվյալ տեխնացուի անցած ճանապարհը ցավոք սրտի պետք է նաեւ նշեմ որ մենք այսօր 9 հայ տեխնացուներ ունենք 9 հայ տեխնացուների մեջ ամանական չասեմ բավականաչափ ստեր եմ լսել մեր բոլոր ֆորումների ժամանակ, որը որ իրականացվել է տարբեր ամերիկյան կազմակերպությունների կողմից եւ ես պարբերաբար նաեւ հայտ եմ ներկայացրել հրապարակավ նաեւ հայկական TV-ով խոսել եմ եւ հրավիրել եմ բոլոր հայ տեխնացուներին բաց բանավեճի։ Քանի որ ամերիկյան մարքեթում գնալ եւ շատ ստահոտ ձևերով ուզենալ վարկանիշ ձեռք բերել կամ համայնքներում գումարներով փորձել առնել այսպես ասած ձայները հենց ինքնին ընտրակաշառքը արտեր դե յուրե դե ֆակտո չեն տալիս տարբեր կազմակերպություններին մեծ դոնորներ են հանդես գալիս նվիրատվություններ են տալիս եւ այդ կազմակերպությունը ասում է ձև է էլի բայց մի բան հարցնեմ բյուջետ տալիս են չէ ինչ որ այսքան պետքա ծախսես քո ինչ որ չգիտեմ քարոզարշավի ինչ որ պետությունը ոչ մի բյուջե չի տրամադրում պետությունը չէ ինչ որ անհատները դրամավակները հավաքում են օրինակ ես ունեմ 10 միլիոն կարամ ծախսեմ այդ 10 միլիոն դու ունես $100,000 այդքան ես ծախսում թե ինչ որ սահմանափակում չկա եթե դու ունեք ձեր գումարը կարող է ծախսի կարամ ես միլիոնատ ֆլայեր տպեմ անսահմանափակ Քանի որ մեր զրույցը կամաց մոտենում է իր ավարտին, մենք մի ուրիշ անգամ հուսով եմ կհանդիպենք պարոն Մնացականյանի հետ ավելի ազգային, ավելի հայկական խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ։ Վերջում ուզում եմ ուղղակի դիմեք ձեր ընտրողին։ Նախասեք երբ հանդիսությունը, ոնց է անում, ինչ է անում, ոնց է ընտրում պարոն Դավիթ Մնացականյանին եւ հետո ոնց է կարողանում գտնի, որ պահանջի իր կարևոր խնդիր ունենք գինը։
նախ առաջնային է, որ ժողովրդի ճիշտ եք ասում, ընտրության չեն գնում, քանի որ նույն իրավագիտակցությունն են բերել ինչ որ Հայաստանից, որ ոչինչ չի փոխվելու, եւ մյուս կարևոր բանը ժողովուրդը ինքնին պետք է ավելի շատ ներգրաված լինի քաղաքականության մեջ հետևելու գործընթացներին։ Եվ ես միակն եմ բոլոր տեխնացուների մեջ, որ ստեղծել եմ glendelforward.com, Glendale Forward-ը ինքը ամբողջությամբ աշխատում է խնդիրների համակարգման, հայտնաբերման, լուսաբանման եւ լուծման համար։ Նման ծրագիր ոչ մեկը չունի, անգամ Glendale-ի քաղաքապետարանի գործող ծրագիրը այնքան թույլ է, որ ամոթ է նաև համեմատելին ծրագրի։ Այդ զանգում են։ Իրանց չեն զանգում, քանի որ ձեզ զանգում են այդ արդեն զանգում են եւ ասեմ ավելին մենք շատ հայտեր ունենք արդեն ստացած։ Մյուս բանը որ մենք ավելացնում ենք ծրագրում, դա լինելու ամբողջությամբ արհեստական բանականության ներգրավվածություն, որը նոր տեխնոլոգիա է, որը երբեք չենք ունեցել համայնքում։ Սա ստեղծվեց նրա համար, քանի որ շատ որ դռներ ծեծում էի ժողովրդի ծանոթանալու խնդիրների ցուցակագրում անելու, ես հասկացա, որ բոլորի մոտ խնդիրներ կա, բայց ամենամեծ խնդիրը վստահությունն էր, որ չկար կառավարության աշխատողի եւ քաղաքացիների միջեւ։ Իմ տեխնացուական ծրագրերի մեջ առաջնային տեղագրավում նախ եւ առաջ այդ վստահությունը վերականգնելը, դա առաջնային եմ համարում, եւ երկրորդը ամբողջությամբ թափանցիկ ձևով ներկայացնել Glendale-ի քաղաքապետարանի գործունեությունը, ընդհանուր միջև այսպես ասած procurement տենդերների եւ կառավարական կոնտրակտների ընտրելու եւ այդ մոնոպոլիան վերացնելու խնդիրը լուծելու այդ մեխանիզմը, որը բավական ցավալի ամոթ է նաեւ, որ այդ խնդիրը մենք այս երկրի մեջ ունենք այս ձևաչափի մեջ, եւ մյուսը պետք է անդրադառնամ, ինչպես նախապես ասացի, դպրոցների համար ես ումա մեծ օրենքի նախագիծ եմ կոնգրես առաջարկում, ֆեդերալ մակարդակի, ինչպես նաեւ դա անդրադառնում է նաեւ քաղաքային դպրոցների համար։ Իմ համար մեծ կարևոր նպատակ կա, որ մենք երեխաներին բացի անվտանգությունը կամ թմրամիջոցներից կամ բորենգից կանխարգելման աշխատանքներ կատարենք, այլ նաև ապագայի համար նախապատրաստենք մեր երեխաներին ապագա մարտահրավերներին հստակ ձևով հակազդելու համար։ Քանի որ այս պայդուրությամբ ոչ մեկ այս հարցով ավելի շատ այսպես ասած աշխատանք չի արել, քան ես։ Ես կոնգրեսում 2007 թվականից երեխաների ուսանողների իրավունքների համար պայքար եմ տալիս։ 2007 թվականից։ Glendale-ի պաշտոնը իմ համար նոր պաշտոն չէ, սա հաջորդիվ աշխատանքն է, որ ես արդեն անում եմ համայնքի համար եւ ոչ միայն հայերի, ամբողջ հիմա ոնց են ընտրում։ Ընտրությունները լինելու են հունիսի 2-ին։ Ընտրել կարող են Glendale-ի քաղաքացիներ, ովքեր գրանցված են որպես ընտրողներ, եւ եթե գրանցված չեն որպես ընտրողներ, կարող են գրանցվել։ glendelvotes.com.org կայքի վրա կա լինկը եւ եթե բանը մենք կարող ենք վիդեոյի ներսում տեղադրել լինկը։ Կարող ենք, հա, տեղադրել, հա, որպեսզի մարդիկ պետք է անպայման մտնեն իրան, այդպես չի, որ հունիսի 2-ը եկավ, իրան գնացին ընտրության առանց միտեղ գրանցվելու։ Չի լինում։ Եթե գրանցված չեն որպես ընտրող, հետեւաբար իրենք պետք է գրանցվեն, կամ եթե կարող են զանգարել մեզ, մենք կարող ենք իրենց օգնել գրանցման համար, եթե կարելի հեռախոսի համարը տամ։ Հա, մի հատ հարց տամ։ Օրինակի համար իր լայսենսի վրա ուրիշ հասցեա գրած, ոնց արում, այդ պետքա Glendale-ի հասցե լինի, անպայման ոնց են ընտրում, ոնց են իմանում, ես Glendale եմ ապրում, թե չէ։ Հա, պետքա Glendale-ի հասցե լինի։ Այսինքն լայսենսի վրա պետքա լինի Glendale-ի հասցե, որ ինքը նամակը ծրարը ստանա, որ տվյալ հասցե, եթե ինքը Glendale-ի հասցե ունի, հետեւաբար ծրարը գալու է Glendale-ի հասցեում։ Եթե ինքը տեղափոխվել է մեկ այլ վայր հասցեն չի փոխել, նորից նամակը գալու է այդտեղ։ Այսինքն ես կարամ ապրեմ North Hollywood, բայց ընտրեմ Glendale-ի անունից, հա, տենց է։ Եթե Glendale-ում գրանցված եք իրականում ֆիզիկապես, հա։ հետեւաբար, այո, դուք նաև ցույց եք տալիս, որ դուք բնակվում եք այդտեղ։ Միջոց է, էլի։ 818 266 93 90։ Դե ինչ, հաջողություն մաղթենք ձեզ գալիք ընտրություններում եւ Աստված որ Արդար պայքար լինի, ամենակարևորը։ մաղթել Եվ հրախսի համարը խնդրեմ։ Մերսի ավեքեմ շնորհակալություն։ Դե ինչ, հաջողություն մաղթենք ձեզ գալիք ընտրություններում։ Այո, այսօր Եվ Աստված որ
բան չունի։ Արդար պայքարում Կարաս չէ, թողես, չանջատես։ լավագույնները Դե եւ ոչ թե անձերը, այլ լավագույն մոռացանք ծրագրերը որ համարի կծառայեն քվեաթերթիկն էլ ասենք նոր շնորհակալություն։ անջատես վերջապես։ Քվեաթերթիկում ես համար առաջ եմ Ինչ ասեմ, 10 Դավիթ Մնացականյան եւ կարող են մինչեւ 3 Եթե տեխնացու ավելացնելու բան 3 ունես, տեղի համար պայքարը Այսինքն 3 տեխնացու ոնց չէ, ընդրեն։ կարող եք ամեն մեկը կարող է 3 3 հոգու ընտրի, 3 հա։ հոգու կարող են ընտրեն, այո։ Իսկ մի հատ հարց է տամ նոր։ Քաղաքապետը ամեն տարի փոխվում է։ Այո, ամեն տարի Փոխվում է։ Քաղաքային խորհրդից ընտրվում է։ Հա, ամեն տարի փոխվում է։ Բա հիմա ով է քաղաքապետը, չէ՞։ Հիմա Արդիկ Հազարյան Էլի փոխվեց։ ընտրվեց։ Հա, ընտրվեց։ Հա, հիմա ընտրություններից հետո մյուս տարի կլինի մեկ այլ Հա, քաղաք։ ամեն տարի փոխվում է այստեղ։ Ավելի շատ մանրամասը ծրագրերի մասին իմանալու համար մեր դիտորդները կարող են այցելել electdavid.com կամ կարող են գալ HMTV YouTube-յան ալիքը մեր եւ այնտեղ կարող են տեղեկանալ մեր ծրագրերի մասին։ Կարաս անջատես։ Բավական անջատ շնորհակալություն։